սկսեցինք։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական ոդկասթի օրն է, Հայր եւ որդի Վարդանովներ ոդկասթի։ Կուզենամ հիշեցնեմ, որ կարող եք այս հաղորդմանը աջակցել Patreon-ով, դեպքի Patreon-ով, գրանցվեք մեր էջերին, Ոմայի էջերի մասին է խոսքը, Facebook-յան, Instagram-յան, Telegram-յան, նույնը դեպքին կարող եք գրանցվել, ակտիվ եղեք, մեկնաբանություններում, լայքեր շատ դրեք։ Պարտադիր չի, ֆինանսական է ծանր բեռը կրեք Patreon-ով բանով։ Գոնե ակտիվ եղեք, որ տարածվի տեսանյութ։ Կտեսնեք լայք է կոչվում, էլի։ Տեսանյութերը տարածվի, կարևորը մի խոսքով ակտիվ եղեք, ամեն ձև մեկնաբանություն կանեք, կկիսվեք, ընդ լայք կդնեք կամ դիզլայք կդնեք, Patreon-ին կգրանցվեք կամ մեր ինչ-որ ծրագրին կֆինանսավորեք կամ կգաք ֆիզիկապես կմասնակցեք մեր պարապմունքներին, մի նստեք ուղակի, այլ ակտիվ եղեք, որտեղ նայում ենք մեր դիտելիությունը ու լայքերի քանակը 1-ին 10 տարբերություն է տալիս։ Իրարը չի բռնում։ Կարելի է ով նայում է, եթե դուները չի գալի դիզլայք դրեք։ Դիզլայք դրեք, հա թեկուս։ Մենք գոնե իմանանք ու աշխատենք մեր վրա։ Այո։ Խոսում ենք անհետաքրքիր հայերի համար թեմայով, որտեղ մենք սիրում ենք մենակ մեր սխալների վրա սովորել կամ ձև տալ, որ սովորել, կամ ասենք գործողությունների։ Հիմա խոսալու ենք ուրիշների գործողությունների մասին, այնքան ստեղից հեռու, այլ ասելու չի։ Մի օպերացիայի մասին, որտեղ շատ քչով ծեծել են շատ շատերին, խնդիրներ են լուծել, չնայած համ շատ են եղել իրանց դեմ, համ ավիացիա են ունեցել, համ ռմբակոծություններ ա եղել։ Ինչ ասես եղել է, ասենք իրանց դեմ, բայց լավ մարզված պարապած զորքը կարացել է, ասենք, հարց լուծի։ Իր խնդիրները կարողացել է լուծի։ Խոսալու ենք Լաոսի մասին, դա նոր բացվող փաստաթղթեր են գաղտնազերծված այդ օպերացիաների մասին։ Այ 1998-ին նոր բացվել է, մինչև այդ ամբողջությամբ չի բացվել, ամբողջությամբ չէ։ Հիմա գնալով քիչ-քիչ բացվում, հա։ Մինչև այդ կոչվում էր գաղտնի պատերազմ։ Այո, գաղտնի պատերազմ, որովհետև այդ խեղճ երկիրը Լաոսը աշխարհի ամենառմբակոծված երկիրն է, ու Ամերիկան այդ երկիրը չգտնվելով Ամերիկային հակադրված, ասենք, ճակատում շատ մարդկային է վերաբերվել Լաոսին, մասնակցել է իրենց քաղաքացիական պատերազմին։ Կարելի ասել գենոցիդ արել։ Մինչև հիմա նկարներով, եթե նայենք, հետքերը կա իրանց։ Հա, մինչև հիմա Google-ը բացում ես Լաոսի տարածքը, ասես ծակ-ծակեր է այդում, մանավանդ այն Լաոսի այն նեղ հատվածը, որ Վիետնամին շատ բան այլ է, ասենք մոտիկա Լաոսի այն մյուս կողմ։ Խոշիմինի արահետի կողքը, այո։ Կողքը չէ, դա այդ հատվածը, որտեղ կռիվների մեծ մասն է։ Այնտեղ կարելի է նշել sense մի բան, ուրեմն Լաոսը դա մի ընդհանուր երկիր էր, որը որ ֆեոդալական երկիր լինելով տարբեր զավթիչներ ու բաներ, ասենք, ներսի թշնամիներ ունենալով մի երկիր լինելով քանդվեց, մասնատվեց 3 մասի, 18-րդ դարում ինչքան հիշում եմ, 18-րդ դարից հետո ֆրանսիացիք փորձել են Սիամը գրավեն, հայ այդ 3 պետությունը, ասենք, այդ որ մասնատվել էր, ինքը ենթակա էր բանը վասալիզետի բանով էլի sense պրիվետ շեֆ չէ, Ֆրանսիային չէ, Սիամի թագավորին, հետո ասենք Վիետնամի բանը հյուսիսային թե հարավային Վիետնամի թագավորին, քանի որ բան չուներ, Լաոսը ծով չուներ, լեռնային երկիր էր, իր վրա, ասենք, հավակնություններ ունեին քիչ թե շատ հարևան երկրները, բայց ոչ Անգլիան կամ Ֆրանսիան, իսկ այդ ժամանակ Անգլիան Ֆրանսիան Ասիան էր կիսում իրար մեջ, Անգլիան Բիրմային տեր կայնելով համարեց, որ Բիրման կողքն է, էլի, ասենք, Լաոսի այն մյուս կողմից, հա, համարեց, որ այնքան էլ հետաքրքիր տարածք չի, Ֆրանսիան էլ, ասենք, տեղի վրա չէր հավակնում էր Սիամի վրա կամ Թայլանդի վրա, Թայլանդին 2 անգամ ուլտիմատում տվեց, Թայլանդն էլ ասել է, ախպեր, ինչ ես ուզում, ան քեզ հող, ու այդ հողերը տալուց, ասենք, տվեց Լաո տարածքը, ասենք, Լաոսանք նախկին թագավորության տարածքը, որը 3 իշխանության էր բաժանված, իսկ դրանից առաջ, երբ որ Վիետնամին ֆրանսիացին տեր էր կանել, ինքը որտեղից իրավունք ստացավ, ոնց որ ասած միջազգային
հավակնել Սիամի վրա, որ այդ Լաոսի տարածքը Սիամի ձեռքում էր, բայց նաև վասալիզետ էր վիետնամական թագավորին, եւ երբ որ վիետնամական հողերը Ֆրանսիան տեր կայնավ, ինքը Սիամը կուլ տալու, ասենք, ցանկություն ունենալով պրետենզիաներ արեց, Սիամը ասեց, ախպեր, եկալ լիանտու մենակ ինձանից, ու 20-րդ դարի սկզբին վերջնի իրանց պայմանավորվածությունն ա եղել, համաձայնության են եկել Ֆրանսիան եւ Անգլիան, որ Սիամը ոչ մեկ տեր չի կայանում, ու Ֆրանսիան էլ հավակնություններ չարեց Սիամի վրա, բայց Լաոսը ընկավ ձեռը ու ինքը ասում էր, լավ, ստե ինչ անեմ, բաժանեց երկու կիսաանկախ պետության եւ մի պետությունն էլ այդ 3 բանը լաոսական պետություններից մեկն է բաժանեց մի քանի 10-ից մի քիչ ավել բաների շրջանների կառավարիչներով ֆրանսիական այնքան որ մարդիկ ընդ նստած էին ոչ մի լուրջ գործողություն ոչ այնտեղից բան կար տանելու ոչ էլ սարեր ու ջունգլիներ ուրիշ սարեր ջունգլիներ ֆրանսիացիք իր բանա նույնիսկ ֆիլմեր ունեն ասենք նկարած այդ Ինդոկիտայի մասին որտեղ ինչ որ ֆրանսիացի ուղակի նստած անդե ոչ մի բան չունի ոչ մի գործառույթ չունի անելու դա Վիետնամի ինչ որ խուլ հատվածների մասին է բայց Լաոսը ամբողջությամբ այդ վիճակում էր Եվ Լաոսի վրա այտենց ֆրանսիացին եսի միջձևի չեր էլ դողում էլի ու երբ որ ճապոնացիք ֆրանսիացիներից խլեցին Վիետնամը բանա Վիշի կառավարության կապիտուլյացիայից հետո 44 կարծեմ թե 45 թվականին ճապոնիան անմիջապես գրավում է Վիետնամը եւ հետ վերցնելուց ճապոնացիներից ասենք միանգամից ֆրանսիացիք եկան Նույնիսկ Լաոս չգնացին, դե լաոսցիներն էին կռիվ տալի, մտնենք նորից Ֆրանսիայի, դե չմտնենք։ Ու բանը, դե մի հատ կոմունիստ բան ուներ, թագաժառանգ ունեին, բանը պրինց ունեին, այդ պրինցը նույնիսկ ասենք առաջարկում էր բանը Խոշիմինի Վիետնամի կոմունիստական Վիետնամի տակ Սուֆանարոնգ էր ինչ էր անունը։ Առաջարկում եմ Անդե շատ խուճուճ է։ Շատ խուճուճ է, բայց մեր խոսակցության հետ իրականում շատ մեծ կապ չունի այդ խուճուճությունը։ Հա, բայց Լաոսից պետք է պատկերացում կազմի։ Տես որ նայես սաղ աշխարհից պետք է պատկերացում ունենաս, ինչը Հա, ինչ որտեղ։ Դե ավելի հետաքրքիր է օպերացիան Մինչև օպերացիան նաև ուրիշ բան կա։ Ուրեմն Վիետնամի հյուսիս-հարավը դե արդեն 65 թվականից Վաղինակը ասեց, բանը այդ կապող բանը Խոշիմինի արահետը անցնում էր շատ-շատ տեղերում, Լաոսի տարածքում եւ հմոնք ցեղի նաև տարածքներով էր անցնում, իսկ հմոնքները անկախություն սիրող ժողովուրդ էին ու պատրաստ էին ինչ որ թագավորի իրենց քիչ թե շատ ենթարկվեն, բայց կոմունիստներին ոչ։ Եվ Պատետլաո կառույցը, որը նշանակում է պետություն Լաոս, այդ կառույցը դա չկարողացավ ոչ մի լուրջ բան։ Ինքը հյուսիսային անում էր Լաոսում էր հյուսիս արևելյան ավելի ճիշտ։ Վիետնամին կպած սարերում էին ու սկզբնական շրջանում որպեսի տիրեին այդ Խոշիմին արահետին, պետքա կենտրոնական Լաոսին տիրեին։ Նաև հմոնգների սրբավայրեր Հմոնգների սրբավայրը այդ սաղ տարածքով էր։ Այո, այդ տարածքով էր այդ Դալինը Կուվշինով Կուժերի Դալինը դաշտ Կուժերի դաշտը, որը իրանց սրբավայրերն էր, էդի պետք է դրան տիրեին ու տեղ մոտիկ գտնված, ասենք, շատ հետաքրքիր մի հատ բարձրունք կար, որը որ համ ռադիոկապ, համ մայակի դեր էր խաղում։ Ասեմ, որ բանը այդ 60 թվականներին, քանի որ արբանյակային կապ չունեն սամալյոտները, արբանյակը իրենց չէր կարող ուղեկցել, ասել որտեղ գնան, ինչ անեն, օգտվում էին ռադիոկապի միջոցով, տարբեր տրիանգուլյացիան անում, դա արդեն ամերիկացիները երբ որ եկան ու երբ որ Վիետնամում ամերիկյան բանակն էր գործում, Լաոսում իրանց ՑՌՕ-ն ոնց է կոչվում հատուկ կենտրոնական հետախուզական վարչություն ԿՀՎ իրենց ԿՀՎ-ն էր գործում ու դրա համար շատ Ամերիկայում մինչև 2000-ների սկիզբ չեն իմացել որ պատերազմ է եղել Լաոսում ու ԿՀՎ-ն մեծ գործ է արել այդ ու բանը իր ինստրուկտորներով այնքան ասենք այդ պետությունը բան արել իր Վիետնամի շահերը սպասարկելու համար օգտագործել որ այդ պետությունը քարեդար չէ եսի մինչ դարի մեջ էր բացրել ու ասենք որ ՑՌՕ-ի նույն ԿՀՎ-ի
ուժերի մեջ էր մտնում նաև Air America Մել Գիբսոնի ֆիլմը հիշում եք, այնտեղ որը ցույց էին արկելված տալի։ է Ամերիկայում։ Հա, բայց այնտեղ Մել Գիբսոնը նենց չէ, էլի գաղտնիքներ էր բացում, որտեղ ինքը տեղյակ չէր գաղտնիքներից։ Ինքը ընդամենը այդ բանա օթաչուների պատմություններն էր, ասենք, էկրանավորել ու այնտեղ ինչա ոչ մի եսիմինչ չկա, ընդամենը բանա ամերիկյան տիրույթի տակ առևտուր են անում, մարդիկ դժվար տեղեկություն 1000 տալիս կիլոմետր սարերում, պետք է հիվանդանոց գնան, իրանց այնտեղ օտանավով են տեղափոխում, խոզ են տանում, բերում, բան ցույց չի տրվում, որ Վիետնամի պատերազմին այո, իսկ ով պետք է, քանի որ իրանք գիտեին ընդ ինչ էր կատարվում, դրա համար Ամերիկա ֆիլմի դեմ պայքարել են։ Ամերիկայում արգելել են ցուցադրությունները Ամերիկայի, կաղա մինչև հիմա այդ չեն թողնում։ Չէ, բանով, կինոթատրոններում են արգելել, դիսկերով, բաներով, չեն կարա դեմ առնեին ու ամերիկացիք նաև երևի պատճառներից մեկը, որ սկսեցին արխնազերծել, որովհետև հետաքրքրվողներ շատ եղան։ Պարզվում է մենք այնտեղ ենք եղել, այս կինոն պաստորեն իրական փաստերի վրա է։ Ու մենք ինչի մասին խոսելու ենք, դա տական համակարգն է, Tactical Air Navigation, դա տակտիկական օդային նավիգացիայի համար է, որպեսզի Լաոսում, որպեսզի հասկանանք ինչի համար է դա պետք, եղանակը միշտ վատ է։ Համարյա միշտ։ Դե բանը ջունգլիներ, տեսանելիությունը շատ վատ է, խոնավ անձրևներ, մառախուղներ, հա, եւ ասենք առանց տեսանելիության դաշտ չունենալով Լաոս Վիետնամի մասին էլ է խոսքը, էլի։ Իհարկե։ Ու Լաոսում տարբեր բարձունքների վրա այդ տական համակարգներից էին դնում, որպեսզի ամերիկյան ավիացիան կարողանար հյուսիսային Վիետնամում աշխատել։ Ու մենք խոսել ենք մի լեռան մաս աշխատել, դա նշանակում է հյուսիսային Վիետնամի տարածքը ռմբակոծել։ Հա, դե աշխատել ավիացիան, նու կաղա դեսանտել էին ինչ ասում, բայց հիմնականից դրթված մարդ էին տանում բերում էլ, ասած ինչ իմանաս։ Հա, եթե տանում էին հաստատ չէին։ Եթե տանում էին հաստատ չէին բերում։ Հա, բանը, իմիջիայլոց Վիետնամը եւ Լաոսի գործողությունները ռազմական գործի մեջ որոշակի, եթե փոփոխություն չմտցրեցին, որոշ փոփոխությունը հաստատեցին, դարձրեցին կանոն։ Կային դեռևս ճապոնական բանի դեմ պայքարելուց ամերիկացիք սկսեցին կիրառել փոքր կղզիների վրա փոքրիկ դեսանտներ աշխատացնելը եւ այդ վաղ չկային ուղաթիռներ, կային նավերով, ասենք, դեսանտներ էին իջացնում, ասենք, եւ Վիետնամում այդ նույնը արեցին, բայց ասենք ջրային օվկիանոսի փոխարեն օդային օվկիանոսն էին օգտագործում, որտեղ հայտնված 40-50 թվականներին ուղաթիռները լայն տարածում ստացան եւ զինվորականները հասկացան, որ զարմանալի է, որ այդ լավ բան է, ասենք, որտեվ հիմնականում պահպանողական են զինվորականները եւ ուղաթիռներով շատ փոքրիկ գործողություններ էին անում, շատ։ Լաոսում ամենահարմար տրանսպորտը դա Վիետնամում էր, որտեղ ճանապարհային ցանցը լավ չէր զարգացած, կարելի ասել ընդհանրապես զարգացած։ Լաոսում չէ, մի հատ ընդհանուր ճանապարհ կար, մի հատ ցախ Լաոսը սկդրող մի հատ ճանապարհ կար, այդ ճանապարհներ 7 էր կոչվում, ինչքան հիշում եմ։ Այդտենց որ նայենք մի քանի հատ կար, որը Վիետնամը օգտագործում էր, այդ ճանապարհն էր, որ Վիետնամը վիզ էր դնում վեկալեր, որտեվ այդ ճանապարհը կյանքի ճանապարհն է, ինքը անձրև, մուսոն, ինչ ուզում ա լինի, ինքը օգտագործելու է։ Մնացած ճանապարհները ցեխի, կավի հետ խառնվում էր, ասենք, ջուրը ու դառնում էր անանցանելի տեխնիկայի համար, ոտով քայլելն էր խնդրեմ դառնում, որ մնաց ասեք տեխնիկայի։ Մա վերադառնանք այդ սարին Փխուփխաթխիա կոչվում սարը, որը Վիետնամից անունների վրա բանը շատ մի շեշտվեք, սար, որը որ ուղիղ տեսանելիություններ հյուսիսային Վիետնամում ու թույլ էր տալու ամերիկյան ավիացիային հանգիստ ռմբակոծել հյուսիսային Վիետնամը իր նավիգացիայի շնորհիվ։ Բացի դրանից ինքը Լաոսն էր զգալի մասով ասենք տեսնում եւ Վիետնամի զգալի մասներ տեսնում Վիետնամի հյուսիսից մինչեւ 180 կիլոմետր այդ համակարգը թույլ էր տալի, որ մինչև 180 կիլոմետրի վրա հուսալի կապ ապահովեն ապահովեն, բացի հուսալի կապը, դա շփվելու համար չէր կապը, նաև ավտոմատ նշանացուցում իրանք ունեն ու մինչև այդ 180 կիլոմետրի վրա մինչև 90 մետր շեղում էր տալի։ Այն ժամանակվա համար այդ տեխնոլոգիան մինչև հիմա նույն շեղումները տալի, այն ժամանակվա համար անի տարի արդեն անցել
հոյակա բան էր։ Ու հաշվի առնելով որ ծավալը ռմբակոծությունների մեծ էր, մեծ բան չէր փոխում։ 90 մետր էսյան մյուս բանը ռումներ են գնում։ Մանավանդ որ ասենք այնտեղ դիֆոլյանտներ էին օգտագործում այդ անտառները վառելու բան, այնտեղ շատ քիչ ունեին էլի վիետնամացիք եւ իրենց աջակից Պատետ Լաո, ասենք Լաոսի պարտիզանները շատ քիչ շանս ունեին, բայց այդ քիչ շանսերը մարզվելու, պարապելու հաշվին իրենք օգտագործում էին։ Բացի բաներից, լաոսցիներից, հմոնգներից ու ռոյալիստներից, թագավորական ընտանիքի կողմնակիցներից, նաև նեյտրալիստներ կային, որոնք իրաց մասին չենք խոսա, չեզոքեին բանին, թագավորական, բայց դեմ էին այլազգիներին, այսինքն վիետնամցիներին էին դեմ։ Դրա համար շատ տեղեր ամերիկացիներին դեմ չէին։ Դե ամերիկացին իրաց փող էր տալի երևի, դրա համար դեմ չէին։ Կռվում էին նաև Լաոսում Թայլանդից եկած բաները, վարձկանները, որոնք ու Թայլանդում ամերիկացիները մեծ ճամբարներ են ունեցել, որտեղ վարձկաններ են պատրաստել։ Հիմնականում այս բանի ժամանակ, օպերացիայի ժամանակ Թայլանդից եղել են հրետանավորներ։ Դա 60-ական թվականներին։ Հա, 60-ական թվականներին։ Իսկ 50-ական թվականներին ըտե կոմունիստներն են Թայլանդում ուսումնական պարտիզանական բազաներ ունեցել։ Դուք Թայլանդը ասում էր ախպեր ինչ անում եք արեք։ Մենակ դեր թագավորական ընտանիքը ձեռմի տվեք, ինչ ուզում եք արեք, ստեղ այնտեղ խնդիր չկա։ Արդեն ներկայացրեցինք ինչ կարևորություն ուներ այդ սարը, ու սարը ասեմ խուստուպի պես անմաչելի տեղ ա եղել։ 1785 մետր բարձրություն ա ունեցել։ Մի քանի 100 մետրանոց ժայռերով 1000 մետրից հետո արդեն շատ անմաչելի ա դարձել։ Այսինքն բուսականություն համարյա չի եղել 1000 մետրից վերև, մինչև 1000 մետր ջունգլիներ ա, կոպիտ ասած, դրանից հետո արդեն մատչելիությունը դժվար էր։ Իսկ ժայռերն էլ այդ բանի պես են եղել, ոչ թե պրողակի ժայռեր, այլ այդ քարերի սիմֆոնիայի նման բաց քարեր հարյուրավոր մետրերով, էլի, то есть ինքը Կոնան Դոյլի նկարագրած բանն է, այն կորուսյալ աշխարհի բանը որ կար, ասենք դինոզավրերի երկիրը, այդտենց մի հատ պլատո է եղել, ու այդ սարը եղել։ Սարը գրավելու համար սկզբնական շրջանում, հա, իրանք արդեն 67 թվականի դեկտեմբերից իրանց հատուկ ջոկատը Դակ, հա, իվարքան նա, այլի Դակ Կոնգ իրանց ասելով անոնից հասկացանք, վիետնամցիների մասին էր խոսք։ Վիետնամցիները արդեն գումարտակ ունեին, որոնք տեղափոխել էին Լաոս ու Լաոսում արդեն հետախուզում որ հայտնի է, որ հատուկ հագուստի փոխարեն մեր մարմնով էր կռվում ցեխապատված։ Նկարներ կան, այդ նկարները ցույց կտանք, ու իրանք արդեն դեկտեմբերի վերջից Լաոսում էին, աշխատում էին, հետախուզում էին, բայց առաջինը որոշել են ավիահարձակում կատարեն, ու ավիահարձակում որպեսզի հաջող լիներ, պետք է անեն սամոլյոտներ, անենց ինքնաթիռներ վերցնեին, որոնք շատ ուշ են հայտնաբերվելու, որովհետև այդ լոկատորը լոկացիոն կենտրոն համակարգ էր ու ինքը տեսնելու էր, որ իրան բան է մոտենում, ինքնաթիռներ են մոտենում ու շատ արագ կործանիչ ավիացիան հաղթներից կգար։ Դրա համար որոշում են երկու սամոլյոտներից ինքնաթիռներից օգտվեն, որոնք ցածր բարձրություններում կարողանում են աշխատել։ Դանդաղ, անտառներին կպած կարում ես հետո։ Անտառներին կպած գալիս են ու ըստ վիետնամական աղբյուրների նշվում է, որ հաջող կատարել են 4 ինքնաթիռը մոտենում, ռմբակոծում ու դուրս է գալիս, հաջող կատարել են նույնիսկ բայց կարծեմ մի հատ խոցում էին Չէ, հետ գալուց նշում են, որ երկուսը խոցվել է, բայց ամերիկյան աղբյուրները ասում են, չէ, մենք իրենց ավելի շուտ ենք տեսել ու գետնից ենք տեսել։ Երկու ինքնաթիռն է մենք ենք խոցել։ Լոկատորն է հայտնաբերել, այդտեղ զինվորներն են տեսել, հա։ Ու հրազենային զենքով են ոչնչացրել երկուսն։ Չէ, մեկը հրազենային զենքով են խփել մի ինքնաթիռը։ Մեկն էլ ոնց որ ավարիա էր ընդհանրապես։ Մյուս ինքնաթիռը ամերիկյան ուղաթիռն է ոչնչացրել, որտեվ այնքան դանդաղ էր երկուսը, որ ամերիկյան ուղաթիռները կարողացել են իրենց արագ գալ, հելնել վերև ու նշվում է, որ բաներով խփեն։ Բաներով, պալոզյաներով, էլի։ Վերևը կանգնած արդեն M16-ով կամ Կալաշնիկովի ինքնաձիգով են կրակել։ Ու տենց են, այսինքն հաստատի երկու ինքնաթիռն է ոչնչացվել է հրազենով։
Դրանից հետո փորձում են դրա հետ մեկտեղ փորձում են բանով անել, քանի որ անդադար ռմբակոծություններ էր գնում, պետքա հախից գային այդ կայանի, փորձել են հետևակի միջոցով մի գունդ մոտենում է իր հրետանիով, բայց հրետանին չէր կարում մեծ բաներ վնասներ տալ, ինքը մաքսիմալ հեռավորություն մաքսիմալի վրա էր, պլյուս բայց կարասքում բունկեր կար, կարում են ինչ-որ բանի կպնել, հետևակի վնասում են Թեթևակի վնասում են այդ կայանը, բայց շարքից չեն հանում, չէ, ասենք մի ժամ շարքից ելնելը բան չէր փոխում, էլի։ Կարողանում են, բայց դրա դեմ աշխատում է ամերիկյան ավիացիան ու մեծ կորուստներով արդեն այդ օպերացիան վերջանում է, բայց լուծում ունեն։ Հարկանշել մասնակիցների քանակները, օրինակ։ Հա, հեսա ես հասնեմ կոնկրետ բանին, ստե մի գունդ էր մասնակցում, իսկ բանում պաշտպանվողները Ամերիկայի 1000 հոգի հմոնքցիներ կային։ Էդի վիետնամական ոչ լրիվ կազմով գունդը ոչ լրիվ կազմով գունդը, հա, կռվում էր, նու ընդ հրազենային կռիվ որպես այդպեսին չի գնացել, հրետանով են փորձել ոչնչացնել, բայց այդ կոնկրետ սարի վրա ու սարի բարսացող ճանապարհներին 1000 հոգի հմոնքցիներ են եղել, 300 հոգի Թայլանդից եկած վարսկաններ, ամերիկացիներ, քանակը չի նշվում, օպերատորներ են եղել, բայց բոլորը նախկին զինվորականներ։ Ոնց որ թե ասենք հաշվում ես քանի հատ աշխատատեղ կար, մի 60 հոգի մարդակայնով։ 60 հոգի էլ այդտեղ ու երկրորդ օպերացիան երբ որ սկսել է, արդեն Դակ Կոնգի բանով են սկսել, Սպեսնազով մի դասակ է մասնակցել 33 հոգով, որը ներթափանցել է բանալու Բարսացել է արդեն մինչև մաքսիմալ մոտիկացել է, իրան կպած է եղել 9 հոգի սապյոր ու 9 հոգի ականազերծման եւ ականապատման պայթյուններ բան անելու համար, խնդիրը ոչ թե գրավելն էր ու պահելը, խնդիրը ծրագրամը մինիմում ոչնչացնել, ծրագրամը մաքսիմումը նաեւ պահել։ Պահելը չէ, այդ տեխնիկան դուրս անել այդտեղ։ Հա, չէ, տեխնիկան ամերիկացիների, որ իրանք կարելի ասել անverջ զինամթերք ունեին, ֆիզիկա, ավիացիա, մարդկային ռեսուրսն էլ քանի անգամա շատ ուր Այդ հետո մի տարի հետո այն մյուս օպերացիան, որ այսօր հաստատ չենք հասցնի դրա մասին խոսանք, էդի կարող է այսօրվա դիտումներից բարձ լինելու արժե, թե օպերացիայի մասին չեմ ուզում խոսամ, որտեղ Չէ, դրա մասին չենք խոսա, բայց այդ մյուսի ժամանակ ընդ արդեն շատ մեծ քանակի, ասենք, զորքեր ա լինում համ Վիետնամի կողմից, բայց դա ինչ են, խելացի իրանց դեմ մարտահրավերել քայլը Վիետնամի լավ կազմակերպված օպերացիա լինում, իրանք հետևակը այդ մի գունդը մոտիկացնում են, որպեսզի պատասխան ստանան, պատերազմի մեջ, այո։ Քաշում են հմոնքցիներից այդ 1000 քանի հոգի հաշվեցինք, 1400 հոգի համարյա, 1400-ից երևի 200 կամ 300 հոգի են մնացել վերևը։ Հմոնքի այդ ցեղի առաջնորդը իր մասին կարճ ասեմ, էլի, ինքը ուրեմն եղել է բան, սերժանտածառայության անցել, Վանգլաոյի մասին ես խոսում։ Վանգ թե լավ Լավ է ոնց։ Հա, վերջը։ Բայց ինքը այդտեղ չի եղել։ Չէ, հասկանում եմ, բայց իրենց առաջնորդը շատ հետաքրքիր տիպ է, շարքայինից է սկսել, որը հետո սերժանտ է դառել, հետո պատերազմել է ճապոնացիների դեմ, ստացել է ֆրանսիական բանը գաղութային զորքերում լեյտենանտի կոչում ու միանք հմոնգն է, որը որ գեներալ կոչում է ունեցել։ Բայց ինքը փաստացի այդքան էլ չի ծառայել Լաոսին ու թագավորին ծառայել է ամերիկացիներին։ Ինքը ծառայում էր իր հմոնք ցեղին ու ավելի շատ ամերիկացիներին, քան թագավորին Լաոսին։ Ինքը ավելի շատ իր ցեղի շահերն էր պաշտպանում։ Այնտեղ էլ դեռ ֆեոդալական վիճակներ էր։ Այ ես ինչի համար եմ բան անում, այդ մյուս օպերացիայի մասին, որ այսօր չենք խոսում, այս օպերացիայից հետո որ ինքը լիքը մարդ ուներ, չէ՞։ Այն մյուս օպերացիան պատրաստելուց
Իրան ուրեմն բանա մի ամերիկացի բանա ցուցմունք հատով է, որ երբ որ այդ գեներալի ման գալուց գալիս մի տե դիրքում տենում ենք, հա մինամյոչիկ էր աշխատում։ Բանա, հա, ինքը զենքից կրակում էր, պատճառը ոչ թե իր կայֆ ստանալն էր կրակելու, այլ մարդ չուներ։ Ինքը ստիպված էր ճամբարների մեջ 12-13 տարեկան, ասենք, արդեն փաստացի երեխաներին հավաքեր դաս բանա բնակչությամբ եթե նայենք Վիետնամը մի քանի անգամ է գերազանցվում բանին, Լաոսին։ Չէ, դա հասկանալի է, բայց մարդկանց մարտական, ասենք, ստորաբաժանումներում քանակը սարուձոր տարբերություն է։ Բայց դե Վիետնամը Ամերիկայի դեմ էր կռվում, հարավային Վիետնամի դեմ էր կռվում։ Հասկանալի է դա։ Շատ ու ամերիկյան ոչ միայն բանակի, այլ նաև մենք Լաոսում ոչ միայն այս օպերացիայով ենք, ասենք, մեծարում քչով շատին, հզորին հետ կռվելն ու հաղթելը այս օպերացիայում, այլ նաև Վիետնամը որպես այդպիսի ինքը մոնստր երկրի հետ էր կռվում։ Իրականում փորձ ուներ մոնստր երկրի հետ կռվելու, մինչև այդ Ֆրանսիայի հետ էր կռվել։ Բանը ու բաներ արել, ստիպել էր որ Ֆրանսիան պարտված դուրս գար Վիետնամում։ Հա, ոնց որ ստիպեց ամերիկացիներին դուրս գան։ Դրանից առաջ էլ են կռվել, ապե Խոշիմինը, այդ իրանց կոմունիստների առաջնորդը եւ կոմունիստական, ասենք, ջոկատները կռվում էին նաեւ ճապոնական բաների օկուպանտների դեմ։ То есть ինքը լուրջ մարտական փորձ ուներ, այն աստիճան, որ 79 արդեն պատերազմը մի 5 տարի պրծնելուց հետո 79 թվին վրան անսպասելի Չինաստանն է արձակվում Վիետնամի։ Իրանց էլ է ծեծում լարում։ Իրանց հետևակը շատ հզոր հետևակ են ունեցել, մարզված, որտեվ կարծում ես իրանց օպերացիաները նշվում ամենտեղ նշվում է, որտեղ ոդկով պետքա կոպիտ ասած հետևակը ոդկով է լինում, Վիետնամը ուտում էր բոլորին։ Բայց գիտես, չէ, ամերիկացիները փաստացի ոչ մի լուրջ ճակատամարտ չեն պարտվել։ Իրանք պարտվեցին պատերազմում, որովհետև բանը վիետնամացիք փոքրիկ հաղթանակների ստրատեգիա են անում։ То есть ճակատամարտերում իրանք պարտվում էին, բայց իրանք փոքրիկ հաղթանակներով նայենք ստեղել է իրականում չեն հաղթել, փոքրիկ հաղթանակներ ա ունեցել։ Խոցել է մի քանի ամերիկացու։ Վերջում եկել է ամերիկան իրանց գլուխը փորձել է ռմբակոծել է, հողի են հավասարացրել, բայց դրանով իրանք իրանց խնդիրը կատարել են։ Իրանց փոքրիկ խոցումը արել են։ Հա, 30 այդ մի դասակին ասացին, օգնել է հրետանին, մի գունդը որ եկել է, իր հրետանին էլ մոտիկացրել է ու սկսել է հարցակումը սկսվել է բանից, հրետանային հարվածից, որպեսզի թույլ տա, որ ներխուժեն հանգիստ հակային ապահովում են արել, հականազերծողները հանգիստ իրանց գործը անեն, բացեն ճանապարհները, մինչև Սարի գագաթ հասնել է, հմոնքցիները տարբեր թակարդներ էին դրել, տարբեր տեղեր ջունգլիների թակարդներ, այդ բոլորը կարողանում են անցնել ու վերջում արդեն առաջի կրակոտ բաժանված է եղել այդ խումբը երկու մասի, որտեղ մի մասում Սպեցնազ խմբի մասին է, որ արդեն հմոնքցիների մեծ մասը արդեն գնացել էր այդ մեծ գունդը դիմավորեր, իրանցից պաշտպանվեր, փաստացի Սարը երկու կողմից անցել էին, շրջափակման մեջ էր, չնայած նշվում է, որ ջունգլիներում այդ կտրտված տեղանքում շրջափակելը շատ հարաբերական է, բայց ուշադրությունը քաշել էին դեպի իրենց։ Ու արդեն այդ պարապած զինվորները ինչքան է պարապածել են, ճիշտ է, էլի չէին կարող 1500 հոգու դեմ 33 հոգին, ուղղակի իրանց զինամթերքը չէր հերիքի։ Նշեմ, որ ամեն մեկը իր հետ 42-ից 45 կիլոգրամ բեռ ունեցել։ Էդի փոքրամարմին վիետնամցիները։ Փոքրամարմին վիետնամցիները, որոնց երևի քաշը մինչև 60 կիլո է։ Թե շատ լուրջ է։ Շատ ալպինիստական նաև 9 օր քայլել են մինչև հասնեն։ Պլյուս ալպինիստական բաներ են, սնարիժենիա, որպեսզի կանանե ժայռամագլցման, ասենք, բաներ անեն, գործողություններ անեն։ Բաժանվելով երկու մասի, ամեն խումբն էլ այդ երկուսն է բաժանվել է մի խումբը հրամանատարի կողմից այդ անունը կարդան Չյոնգմունկը, չնայած իմաստ չկա անունը կարդալու, բաժանվել է 5 ենթախմբի է բաժանել, որոնք պետք է տարածքում եղել է քնելու տեղ, քարտեզով էլ կարանք ցույց տանք,
քնելու տեղը, աշխատանքային վայրը, լակատռը, գեներատորները, կապի կենտրոնը, մի խոսքով ամեն մեկին ինչ որ խնդիր է տրված եղել, իսկ երկրորդ խումբը պետք է զսպեր թայլանդցիներին ու երբ որ քրակային ապահովում պետք է լիներ, քրակային ապահովում լիներ, երբ որ հրետանային հարվածը լինում է, բախտները բերում է անօգուտ չի անցնում, բացի այն որ թաքցնում էր մոտենալը, նաև 105 մմ-անոց հաուբից է լինում, որը վարի է գնում այդ հարվածի ժամանակ։ Բանը հրետանիը աշխատում էին թայլանդցի վարձկանները։ Հա, այդ վարձկաններին կարողանում են փաստացի 18 հոգով մոտավոր 300 հոգու կանգնացնում, նու կաղա այդ 300-ից ինչ որ Չէ, հաստատ ինչ որ մաս իջել էր գնդին դիմավորել։ Ինչքան ասենք, չէ, նույնիսկ հետի կապ չունի։ Նույնիսկ եթե իրանք սաղ վերև էին հելնում, այդ ժայռը դժվարա մատչելի ա եղել ոչ միայն սպեցնազի համար, այլ նաև պաշտպանողների համար։ Դա նշանակում է, եթե գագաթից մի քիչ ներքև ես իջել ինչ որ հարց լուծելու, հետո վերև հելնելը 2-3 վիետնամցի, եթե ասենք մի քիչ 2 հատ կլոր սարք ունեն ու մետաղից, կարում են կայնացնել հարյուրներով մարդկանց։ Ու ասեմ, ունենց անմաչելի ա եղել, որ Ամերիկայի դեսպանը, երբ որ իմանում են հետախուզական տվյալներ ա գալիս, որ այդ գունդը մոտենում է, ասում է դե անմաչելի ա ինքը։ Այսինքն այդքան մարդով հնարավոր էր իրականում պահել։ Ուղղակի զգոնություն որ ավիացիան կարում էր աշխատել, ու միակ բանը, որ արվում է, գիշերը հրաման է տալիս, որ էվակուացնեն ամերիկացիներին տեղի։ Գիշերը ժամը 2-ին, ինչքան գիտեմ, արդեն օդաչուներին հրամանը գալիս է, օպերացիան են նախապատրաստում, 3-ից արդեն կամ 2:30-ից կապը կորցրած են լինում այդ կայանի հետ։ Բայց նշվում է վիետնամցիների մոտ նշվում է, որ իրենք հարձակումը սկսել են 3-ից հետո գիշերը։ Հետնել բանը երկու հրետանային հարված է լինում, դրանից հետո են սկսում։ Դրանից հետո, բայց պատահական, դա է ուզում ասել, որտեղ մեկը հայտնաբերում է հետախույզներից մեկին ստիպված կրակային հարձակում են այդ առաջի խումբը, որ դասակի հրամանատարի գլխավորությամբ է։ Իրանց մոտ էլ իդեալական չի լինում, բայց քանի որ պարապած են, նախապատրաստած, մշակված օպերացիա բայց արդեն տարածքում էին գագաթին են։ Հետնել արդեն տարածքում էին։ Իմաստ չկար բան անելու, մի անգամից մտել են կրակ պարապած մշակած չլինենց, նոր բացված բանը կարա խուճապ մսնի, կարա բանավոր։ Ասեմ այդ դասակը մինչև այդտեղ գալը մի քանի ամսվա լուրջ պարապմունքներ է անցել, դրանից հետո եկել մոտ 2 ամիս հետախուզություն է վարել, այսինքն բոլորի տեղաշարժը, ով որտեղ պետք է գնա, ինչ պետք է լինի, որտեղ են զուգարան գնում, ով ցիստի տունի, ով չի կարում գնա զուգարան, ամեն ինչից տեղյակ էին, ամեն մեկի տեղաշարժից ու հենց մոտենում են կառավարման կետին, առաջինը անցած գիտեն, դե ով ոնց է տեղաշարժվելու ու խփում են ամերիկացիների հրամանատարին, գլխավորին, իր երկու օգնականների հետ, եթե չեմ սխալվում։ Այդ օրը ամերիկացիները 10 հոգի զոհ են ունենում, հենց ամերիկացի։ Վիետնամցիների զոհերի մասին ինֆորմացիա չկա, հետո Վիետնամը հայտնում է, որ 1 զոհ են տվել, 2 վիրավոր։ Դա վերևի սպեցնազ խմբի մասին է։ Վերևի սպեցնազ խմբի մասին է։ Որովհետև այն ներքևը, որ հմոնգների հետ է հակել ու Ամերիկայի ռմբակոծության տակ անգե, տեղից թվերից հայտնի չէ։ Դե օպերացիան կոնկրետ մենակ է։ Հաշվի առնելով, որ 2 ոչ լրիվ կազմով գումարտակ ա եղել, երևի 400-ից 500 հոգի մարդ, հնարավոր է լուրջ կորուստներ ունեցած լինեն։ Կարող է, բայց դրանք ապահովող ստորաբաժանումներ են եղել։ Ամենայն դեպս թվեր չունենք։ Թվեր չկա, ամերիկացիների թվերը թվերն էլ չունենք, որ ներքևում են զոհը։ Մենք ունենք թվերը մենակ վերևին հմոնգի թվերից ընդհանրապես չի խոսում, թայլանդցիներից ոչ մի բան չի խոսում, զուտ ամերիկացիների մանավանդ ներքևի, էլի ասենք։ Ամերիկացիների զոհերն են այդ օպերատորներ, սպասարկող անձնակազմը 10 հոգի, հետո հաջորդ օրը, երբ որ գալիս են արդեն իրենց դիակները կամ վիրավորներին հանելու ամերիկացի, մի ինքնաթիռել այդ օրն են վարի տալիս, այս սպեցնազվեսները հրազենով էլի։ Բոլորի մոտ չէր, որ ինքնաձիգ կար, կարաբիններելով ուղղակի բոլորը ունեին նռնակներ, որը շատ լավ օգտագործել են այդ տարածքում օպերացիան կատարելուց։ Ընդհանուր մի խմբի կազմով, որ ասեմ, այդ առաջի հարձակվող խումբը հենց հրամանատարը 18 հոգանոց կամ 20 հոգի էր։ Մի վայսակ հաշվեմ 3, 9, 18 հոգի էր
հրամանատարի խումբը ու իրանք ընդհանուր ունեին մի 10 ԱԿ Կալաշնիկովի ինքնաձիգ մի քանի կարաբին ու մի քանի նռնակաձիգ եմ ասում նռնականներ RPG երևի 2-ներ RPG 2-ի չինական տարբերակը Դա շատ մեծ հարցական է ոնց է աշխատել, բայց իրականում իրանց գործը արել են, կարողացել են կայանել, շարքից հանել, կապի հանգույցներ շարքից հանել։ Ամենայն դեպս իրանց 30-ի դեմ անմիջապես գագաթի վրա 50 համարյա 33 + 9 + 9 51 եղավ։ Պրավադիկներով, բաներով հա մի 50 գալիս է։ Այդ 50-ի դեմ ամենակիչը մարդ է եղել։ Ամենակիչը հմոնգներն են եղել։ Թայլանդցիներն են եղել, թայլանդցիները ու ամերիկացիները։ Ոնց որ թե չի բացառվում նաև ասենք այնտեղ եղել են ռոյալիստներ։ Ոնց որ թե չի համար եմ ասում, որովհետև չի նշվում, բայց այնտեղ ինչ որ նամյոկներ կա։ Ամենայն դեպս մեկին ամենակիչը 10 Դա ամենակիչն եմ ասում, հմոնգների գագաթը պահող, ապա հմոնգների գագաթ պահող թիվը գագաթ եւ գագաթին մոտ 300 է եղել։ Չէ։ Ոչ չէ։ 1000 է եղել, եթե տենց։ 1000 ներքևն են եղել։ 1000 ընդհանուր այդ սարի բանն է եղել։ Հմոնգները, հա, երբ որ բանը եղել է ճանապարհ 300 հոգի տայլանդցիներ։ Ահա 300 հոգի տայլանդցի։ Այսինքն 1400-ի կարգի է գալիս։ Որից ոնց որ թե բանը մի քանի 100-ն է մնացել, չի նշում քանի հոգին է։ Մեծ մասը իջել են ներքև 1000-ի մոտ։ Մինիմում 60 ամերիկացիները։ Ամերիկացիները մնացել են։ Իսկ հաշվի առնելով այդ տարածքում ինչ սկզբունքներով էին իրանք, ասենք, ամերիկացի կռվում Լաոսում։ Իրանք կռվում էին ուրեմն 1 ամերիկացի, 5 բան տեղացի, 1 բան, եթե լավ պարապած սպեցնազ բանա, 1-ին 4։ Դա 60-ը 5 պատիկ արա եղավ 300։ Հա 300 հոգի է գալիս։ Ու լավ 10 պատիկ չի, հաշվի առնելով 6 պատիկա, բայց կապ չունի, պաշտպանվելուց իրանք իրենց դիրքերը ունեին, հրամատավորված էր ամեն ինչ։ Բունկերավորված, եսի մի ինչ բան, ասենք, ու լավ 1-ին 6, ապա բոլորը չէին արձակվում, մի մասն էլ պահում էին մեջքից 18 հոգին է արձակվել։ 18 հոգին է արձակվել այդ սարի վրա, իրոք 10 անգամ իրանց իսկ կարող ավել գերազանցած բաներ։ Չէ, 10 անգամ, որտեվ հրետանին մի քիչ ուրիշ տեղ է եղել։ Իրանք բանը ներքև էր։ Այդ Պասադշնի պալասան չեն գրավել, բայց խոցել են, բայց հետո այդտեղ ինքնաթիռ Air America-ի ուղղաթիռ ինքնաթիռը կարողացել է գալ ամերիկացիներին ու մնացածին դուրս հանել։ Դրանից հետո արդեն մյուս օրվանից հետո սկսել են ռմբակոծումները։ Չնայած Սպեցնազը արդեն հեռացել է։ Սպեցնազը 2 օր է, ինչքան գիտեմ, տեղում եղել, ինչ պետք է վերցրել է, ինչ պետք է արել է, հետո դուրս է եկել, դրանից հետո իրենց դուրս գալուց հետո 4 օր ռմբակոծման մեջ է եղել այդ սարը ու ընդհանրապես Սպեցնազից մարդ չի եղել։ Իսկ ոչ մեկ չի եղել։ Բայց բոլ, ասենք, պայթուցիկ են օգտագործել։ Հա, ամերիկացիները ճիշտ է նշում են, որ իրենց նպատակին չեն կարողացել հասնել, նույնիսկ դատել են հրամանատարին ու անձնակազմին, որտեղ իրենց արժև ըստ ամերիկացիների խնդիր էր դրված այդ տական, հա, այդ համակարգը մի խոսքով, սա ունելի քիչ, հա, տական համակարգը, նավիգացիոն համակարգը վերցնելն էր։ Կամ ոչնչացնելը։ Դե ըստ ամերիկացիների նշվում է, որ իրենք դատել են նույնիսկ օպերացիայի մասնակիցներին, որ չեն կարողացել բերել Վիետնամ, բայց Վիետնամ չէ։ Հա, չէ, ամերիկացիներին չեն դատել։ Ամերիկացիները ասում են, որ Սպեցնազովецներին են դատել։ Դա իրանք ենթադրում են։ Դա իրանք ենթադրում են, որտեղ ոչ մի տվյալ չկա դրա մասին ու չեմ էլ կարծում, որ նույնիսկ հրամանատարի մասին, որը տենց հիանալի օպերացիա է իրականացրել, պլանավորողը կարար ինքը չլիներ, կարար մասնակիցը լիներ, պլանավորմանը կարար չէ, բայց իրականացնողը հրամանատարն է եղել այդ դասակի հետախուզական կամ հետախուզական ջոկատի իր ճակատագրից տեղյակ չէ։ Ոչ մի բան գրված չի, բայց հաշվի առնելով, որ դրանից հետո այդ սարը էլ ամերիկացիների կամ լաոսցիների ձեռքի տակ չի հայտնվել, հա ոչնչացրել են, հողին են հավասարցրել այդ կայանի մնացորդները։ Բայց մեկը էլի օգտագործվել է հետագայում, ինքը այնտեղ պարտիզաններ են կայանել։ Հա, բայց հյուսիսային Վիետնամի դեմ չի օգտագործվել։ Այո։ Ու դրանից հետո արդեն այդ Դալինը, Կուվշինով էդ են վերցրել Վիետնամը ու կարացել է արդեն այդ արահետը Խոնշի մինի արահետը վերցնի
ու պահի ավել ճիշտ իրան պետքական ճանապարհները շատ մեծ օպերացիաներ արվել, իսկ այն օպերացիան ինչը դու նշում ես, որ լաոսցիներն են քչով շատին ծեծել, դա ես ընդհանրապես համաձայն չեմ, երբ որ դու կարաս 5 հոգով էլ լինես, բայց երբ որ ավիացիան գալի հազարների Վաղինակը ինչ է, բանա, հետս չի համաձայնվում, որտեղ վիետնամցիները շատ են եղել, իսկ հմոնգը եւ իրենց աջակից, ասենք, փոքրիկ խմբերը շատ քիչ են եղել։ Ռոյալիստներ, նեյտրալիստներ, շատ քիչ են եղել։ Իրանք մեկին 5, մեկին սաղ փախել են։ Սաղ փախել են, շատ չնչին քանակ է մնացել ու իրանք կռվել են վիետնամցիների հետ, բայց Վաղինակը ասում է, դա այնքան էլ արդարացի չի մասացը, որովհետև դե ամեն վիետնամցու վրա երևի մի 100 հատ ավիառումբ անգե։ Բացի դրանից վերջի օրը, երբ որ հասել են արդեն պետք է ոչնչացնեն, ամերիկան կարողանում է 2 գումարտակ դեսանտ բերել։ Այսինքն պարաշուտիստ թվերը արդեն գալի 2000 վիետնամցիները միջև այդ կռվում են 200 կամ 300 հայտնի չի իշքան մարդեր մնացել, որ դեսանտ եկել, որտեվ այն բանը միջև այդ արդեն մեծ հմոնգցիների մեծ մասը փախել է, կներես ռոյալիստների մեծ մասն էլ փախել։ Բայց այն լափը, որ իրանք ճաշը եփեցին, ու լցին վիետնամցիների վրա, այնտեղ հարցը ընդհանրապես կազմակերպված դիմադրություն չի եղել, չէ՞ վիետնամցիներին։ Որը ստացվեց այն մյուս օպերացիայից ենք խոսում։ Դե արի ուրեմն այսքանով վերջացնենք։ Չէ, բանը արժե այս օպերացիայի մասին մենք մի քիչ վիետնամցիներին ռևերանս արեցինք, իրենք ապրեն, բայց նաև հիշենք sense մի բան, էլի։ Ամերիկան պատերազմում էր ժամկետային պրոֆեսիոնալ բանակով, ժամկետային արհեստավարժ բանակով։ Ամերիկան, այո, Վիետնամում։ Ինքը այդ կեղծ նարատիվը, որ ասում են պրոֆեսիոնալ բանակ, հաշվի չառնելով բանը, որ պրոֆեսիոնալը դա վարժվածությունն է, ընդհանրապես, այլ ոչ թե հավաքագրման ձևն է, թող մի հատ ուշադիր նայեն Վիետնամի պատերազմին, որտեղ 18-20 տարեկան, ասենք, քոլեջը կիսատ թողող կամավորներով եւ բանը հավաքագրված, ասենք, ժամկետային զինծառայողներով ուղղակի նորմալ պարապցնելուց հետո Վիետնամ տանելով, ասենք, պատերազմի դաշտ, ոնց էր կարում Ամերիկան 9 տարի, թե չէ, 11 տարի, 65-ից 75-ին 10 տարի է։ 10 տարի լավ պատերազմել ու ժամկետայինները ոչ մի լուրջ ճակատամարտում չպարտվեցին։ Ժամկետային պրոֆեսիոնալ արհեստավարժ զինվորները։ Ինչ եղավ նաև Աֆղանստանում։ Մի քանի օրվա մեջ ժամկետային սովետական զինվորները պարապած հարձակվելուց առաջ պարապել են, ասենք, սովետական բանակին դա այնքան էլ բնորոշ չէր, էլի, պարապած զորքեր մի քանի հատ ուներ, մնացած զորքեր այդքան պարապած չէին, բայց հարձակվելուց առաջ պարապած, ստորաբաժանումները իրար հետ խոսած, զորախաղերով, ասենք, մշակած շփումները մեկը մյուսի հետ մտավ Աֆղանստան ու 79 դեկտեմբերից մինչև 89-ի փետրվարը, կարելի ասել 9 տարի, հա, 9 տարի 2 ամսվա մեջ, ուրեմն ոչ մի պարտություն մեծ ճակատամարտային չի ունեցել, պարտվել է սովետական միությունը քաղաքականապես, то есть ոնց որ Վիետնամում Ամերիկան, իսկ ժամկետային զինվորը այդ կեղծ նարատիվը մի թողեք ձեզ խափեն, կամ խափում են անգրագիտությունից, կամ էլ ինչ-որ օրից միտք ունեն։ Բան ասեմ, սեղմ ասեմ, էլի, դու շատ երկարասիր կարող միտքը մարդկանց ոչ բոլորը ըմբռնեն։ Պրոֆեսիոնալիզմը հավաքագրման ձևից, դա կլինի ժամկետային, թե պայմանագրային կապ չունի, պրոֆեսիոնալիզմը դրա հետ կապ չունի։ Պրոֆեսիոնալը նշանակում է պարապած է ընդհանրապես։ Այո, արհեստավարժ է նշանակում։ Արհեստավարժ կարաս կես տարվա մեջ էլ ըստ խնդրի արհեստավարժ դառնաս։ Ոնց որ մեր ժամկետայինները Արցախում ցույց են տվել, որ շատ էլ արհեստավարժ են։ Լիքը բաներում իհարկե
լավ կլներ որ իմանային օրինակ առաջի օգնությունից ենք մենք միջև հիմա կաղում պոստային ծառայությունը այդպես ասեմ դիրքային ծառայությունը արհեստավարժեն եւ պաշտպանման գործողությանը արհեստավարժեն բայց ավելի արհեստավարժեն քան իրենց օգնության հասած աշխարհազորայինները կամ ռեզերվը բայց մանևրելուն ծանոթ չէին խնդիրը հետ նահանջների տղաների մեջ չի խնդիրը մեր բանակի կառույց բանակը երբ որ որոշել է որ պետքա կանգնած պաշտպանվի մոռացել է որ կարելի է շարժվելով ավելի հեշտ է դա անելը չնայած տասնյակ տարիներ ասում եմ երբ որ մենակ պաշտպանությունն է դա բերում անդրան ասած մի հատ էլ բան եմ օգտագործել սլենգային ժայռի պես տղեն ռագատկի քարա դառնում չի կարելի այտենց պիտի մանևրել սովորեն հուսանք հիմա սովորում են հուսանք թուրքերը որ սովորում են հերթական զորախաղերն է սկսում Նախիջևանում հա իդեպ տերորիզմի դեմ զրահատեխնիկայով ավիացիայով բանով ու նորից քաղաքային մարտեր բնակավայր դե մենք երևի դրան համապատասխան դրանից ավել ասենք քանի որ մենք ավելի քիչ ենք այս նկարագրած Վիետնամի սպեցնազի մեջ ենք երևի առավոտի ծիրիգուն չլուդվում ենք ցեխ ենք քսում մեր վրա եւ առավոտի ծիրիգուն պարապում ենք հուսանք այդպես է հայերջը Եթե այդպես չի հələ որ մի քիչ ժամանակ ունենք Թուրքը դեռ ժամանակ տալիս է մեզ Չէ չլուդվելը արել ենք կարող է ցեխնել ենք քսել վրեքներս Պարապելու մասին է խոսքը Պարապելը կարող է դեռ հələ հեսա սկսում ենք բայց հեսա սկսել չի որ ստիպեն նոր պարապեն այսինքն պարտադիր չի ձեզ կանչեն 25-օրյա հավաքի դուք նոր պարապեք միջև այդ լիքը ռազմահայրենասիրել շատ հայկական դպրոց ասորել իսկ էս ռուսական լավ շատ ռազմահայրենասիրական կենտրոններ կան որտեղ պարապացնում են նույն ոման կամ ու տես բազմաթիվ ռազմահայրենասիրական եւ ռազմամարզական անդամներից էլ շատերին կարող ենք նշել Ազատազեն Արշակունի գնացեք պարապեք հայեր քանի ժամանակ ունենք այո այսքանով երևի վերջ հա այսքանով վերջացնենք Ստեսություն ձեզ Մյուսը արդեն հայկական թեմայով անենք Հա մյուսը արդեն էլի կնայենք որը ավելի շատ լաոսների վիետնամների պատճառով կդադարեն մեզ նայել լսել